Եթերում ազատ լուրերի գլխավոր թողարկումն է, ստուդիայում ձեզ համար աշխատում են Արա Աբրահամյանը և Մարի Մինասյանը, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարում։ ԱՊՀ տնտեսական խորհրդի 104-րդ նիստի շրջանակում Մոսկվայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, ոտքի վրա ավելի քան 10 րոպե զրուցել, զրույցից մանրամասներ չեն հաղորդվում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ Կցորդին։ Ինչ են քննարկել զրուցակիցները։ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Ֆինլանդիայում էր, նա հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ, քննարկել երկկողմ գործակցության Հայաստան-ԵՄ կապերի վերաբերյալ հարցեր։ Թուրքիայից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր խմբավորումները շարունակում են գրոհել Հալեպի ուղղությամբ, ըստ վերջին տեղեկությունների քաղաքում ծանր մարտեր են ընթանում։ Ինչ է կատարվում Սիրիայում։ Իսկ Թուրքիայի նախագահը զգուշացրել է, թե կարող է Սիրիայում նոր լայնածավալ ռազմական գործողություններ սկսել 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։ Գործողությունն ուղղված է լինելու քրդական զինյալների դեմ։ Ինչու են Ռուսաստանն ու Ուկրաինան սաստկացնում պատերազմը, Մոսկվան և Կիևը ըստ ամենայնի պատրաստվում են բանակցությունների, ուստի ձգտում են ուժեղացնել իրենց բանակցային դիրքերը։ 2024 թվականին շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կարևորագույն քայլերից մեկը եղել է էկոպարեկային ծառայության գործարկումը։ Ըստ շրջակա միջավայրի նախարարի, ծառայության հիմնման արդյունքում բնության հատուկ պահպանվող տարածքներում կկրճատվեն ապօրինությունները։ Մոսկվայում հանդիպել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, երկու երկրների փոխվարչապետները ոտքի վրա ավելի քան 10 րոպե զրուցել են, զրույցից մանրամասներ չի հաղորդվում, հայկական կողմը հանդիպման մասին չի հաղորդել, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին, թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն հայտարարել է, որ կարևորում է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի հետ գործակցությունը։ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը։ Նրա գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է նաև ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանավորվածություններին, չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում ստանձնած պարտավորություններից, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ռուսաստան-Հայաստան երկրորդ հանրային ֆորումի ժամանակ։ Նրա խոսքով Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմական, էներգետիկ և պարենային անվտանգության երաշխավորը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Հայաստանում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ Կցորդին, ինչ են քննարկել զրուցակիցները։ Նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպան ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ Կցորդ գնդապետ Ալեքսանդր Գորյանովին։ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Կցորդին նշանակման կապակցությամբ, մաղթելով արդյունավետ աշխատանք։ Հանդիպան ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցեր։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Կարեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Իտալիա, մասնակցել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա 2024 գործակցության ծրագրի միջոցառմանը։ Իտալիայի զինված ուժերի ինժեներական բրիգադի հրամանատարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպան ընթացքում քննարկվել են ինչպես ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակում, այնպես էլ պաշտպանության բնագավառում երկկողմ գործակցության վերաբերյալ հարցեր։ Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով Ֆինլանդիայում էր, նա հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի խորհրդանի նախագահի, իր գործընկերոջ ԱԳՆ պաշտոնյաների, Ֆինլանդիայի նախագահի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության, Հայաստան-ԵՄ կապերի վերաբերյալ հարցեր, քննարկվել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Միրզոյանը գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում վերջին զարգացումները։ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հելսինկիում է, Հայաստանի արտաքին գործերի նախարարն այստեղ հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահ Յուսի Հալլա-ահոյի հետ։ Միրզոյանը և Յուսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման Հայաստանի տեսլականը, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Որպես խաղաղության օրակարգի կարևոր բաղադրիչ նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկի ծրագրին, դրա կյանքի կոչման ուղղությամբ ընթացիկ քննարկումներին։ Հանդիպման ավարտին նախարար Միրզոյանը գրառում է կատարել խորհրդարանի պատվավոր հյուրերի մատյանում։
Հելսինկիում կայացել է նաև Արարատ Միրզոյանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբերություններով գործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում։ Գործընկերները հանգամանալից քննարկել են նաև Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գործընկերության օրակարգային հարցեր։ Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը։ Հարավային Կովկասում հարատև կայունության հաստատման համատեքստում Միրզոյանը շեշտել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարեւորությունը, նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման Հայաստանի տեսլականը։ Հաջորդիվ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Ֆինլանդիայի արտգործնախարարությունում Ֆինլանդիայի արտգործնախարարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ միասին մասնակցել է կլոր սեղան քննարկման, որտեղ ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններն ու գործադրվող ջանքերը միտված երկրի անկախության, ինքնիշխանության եւ դիմակայունության ամրապնդմանը։ Նախարարն անդրադարձել է նոր հավակնոտ գործընկերությունների զարգացման միջոցով ընձեռվող հնարավորություններին եւ միջազգային կառույցների հետ գործակցության հեռանկարներին։ Զրուցակիցներին հատկապես հետաքրքրել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման դինամիկան, նոր օրակարգի մշակման շուրջ քննարկումները, նաև հասարակության շրջանում տրամադրություններն առկա հեռանկարների շուրջ։ Բնականաբար քննարկումից դուրս չեն մնացել նաև տարածաշրջանային հարցերը։ Այստեղ եւս Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակին, ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, ընդգծելով խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում Հայաստանի կողմից հստակ արտահայտված քաղաքական կամքը։ Նախարար Միրզոյանը նշել է, Հայաստանը գտնվում է յուրովի խաչմերուկում, որի ներուժն առավելագույնս օգտագործելու նպատակով մեր կառավարությունն առաջարկել է խաղաղության խաչմերուկի հայեցակարգը միտված տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակմանն ու կայուն տնտեսական զարգացման ապահովմանը։ Միրզոյանին ընդունել է նաև Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Զրուցակիցները նախ քննարկել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև գործակցության խորացման հնարավոր ուղղությունները, ապա ԵՄ-ի հետ Հայաստանի ընդլայնվող կապերը։ Առանցքային թեմաների քննարկումներից անմասն չեն մնացել նաև տարածաշրջանային հարցերը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը, Հայաստանի քաղաքացիների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերված ամուր քաղաքական կամքը եւ ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Սիրիայում թեժ մարտեր են ընթանում Թուրքիայից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր Հայեթ Թահիր Ալ-Շամ զինված խմբավորումը եւ դաշնակից ուժերը շարունակում են գրոհը։ Վերջին տեղեկություններով Հալեպը ծանր մարտերից հետո անցել է ահաբեկչական ուժերի վերահսկողության տակ։ Ջիհադիստ զինյալները փակել են Դամասկոսի եւ Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ, այդ թվում խաղաղ բնակիչներ։ Նշվում է, որ նոյեմբերի 26-ին Հայաթ Թահրիր Ալ-Շամ ջիհադական խմբավորումը եւ դաշնակից խմբավորումները հանկարծակի հարձակում են ձեռնարկել Հալեպի հյուսիսային նահանգի կառավարության կողմից վերահսկվող շրջանների վրա։ Հալեպի գյուղական վայրերում խաղաղ բնակիչների շրջանում 19 զոհ կա։ Սիրիական բանակը Հալեպում եւ Իդլիբում հակագրոհ է սկսել, փորձելով հետ մղել զինված խմբերի հարձակումը։ Բանակին հաջողվել է ազատագրել Էլ-Բակում քաղաքը։ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալը ճեպազրույցում հայտնել է, թե սիրիական բանակը Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի աջակցությամբ ոչնչացրել է առնվազն 400 գրոհայինի։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային զգուշացրել է Սիրիայում թաքֆիրական ահաբեկիչների գործունեության վերսկսման մասին եւ կոչ է արել վճռական ու համակարգված գործողություններ ձեռնարկել կանխելու ահաբեկչության տարածումը տարածաշրջանում։ Իրենց ընդդիմություն հռչակած ահաբեկչական խմբավորումները հայտարարել են 48 ժամում 50 բնակավայր ու 15 դիրք գրավելու մասին։ Իդեպ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մեկնել է Մոսկվա Պուտինի հետ իրավիճակը քննարկելու ու օգնություն խնդրելու համար։ Նշենք, որ Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հետևանքով այս պահին առկա տեղեկություններով Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել, հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը զգուշացրել է, թե կարող է Սիրիայում նոր լայնածավալ ռազմական գործողություններ սկսել 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու նպատակով։ Գործողությունն ուղղված է լինելու քրդական զինյալների դեմ, որոնց Անկարան մեղադրում է քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների հետ կապեր ունենալու համար, որոնք ինչպես հայտնի է պայքարում են Թուրքիայի դեմ։ Այս հոկտեմբերին քրդական PKK խմբավորման կողմից Անկարայում իրականացված մահաբեր հարձակումը դրդեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կրկին խոսել Սիրիայում 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին։ Թուրքիան պնդում է, թե Անկարայում տեղ ունեցած հարձակումը իրականացվել է Սիրիայում գործող քրդական խմբավորման YPG-ի կողմից վերահսկվող տարածքից եւ տեղի քրդական ուժերը ըստ Անկարայի կապված են PKK-ի հետ։ Երբեմն նրանք օգտագործում են հրետանի եւ հրթիռային հարձակումներ իրականացնում, ինչի հետևանքով Թուրքիայի տարածքում զոհվել են 2 խաղաղ բնակիչներ։ Նրանք 2 անգամ հարձակվել են Թուրքիայի վրա Սիրիայի տարածքից։ YPG-ն հերքում է Անկարայից հնչող մեղադրանքները։ Թուրքիայի ուժերն արդեն իսկ օդային հարվածներ են հասցրել YPG-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքներին, սակայն ցամաքային գործողությունը կարող է բախում առաջացնել ամերիկյան ուժերի հետ, որոնք աջակցում են YPG-ին իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Թուրքիան դեմ է ԱՄՆ ներկայությանը եւ դիտորդների խոսքով Էրդողանի հնչեցրած սպառնալիքը կարող է նպատակ ունենալ ճնշում գործադրել նորընտիր նախագահ Թրամփի վարչակազմի նկատմամբ ամերիկյան զորքերը դուրս բերելու համար։ Նախքան նախագահ Թրամփի պաշտոնավարման սկիզբը Թուրքիան ցանկանում է ընդգծել, որ շարունակելու է իր պայքարը քրդական խմբավորումների դեմ, քանի որ ԱՄՆ աջակցությունը PKK-YPG-ին դարձել է Անկարայի թիվ 1 խնդիրը, ինչը վնասում էր ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին Բայդենի վարչակազմի օրոք։ Մյուս կողմից Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարի հայտարարությունը, թե հարկ է անվտանգության հարցերով համագործակցություն սկսել տարածաշրջանում գործող քրդական խմբավորումների հետ, կարծես նպաստել է Անկարայում մոտեցումների կոշտացմանը։ Այդուհանդերձ դիտորդները չեն բացառում, որ Էրդողանի հայտարարությունը ընդհանրապես փորձ է ուժեղացնել իր բանակցային դիրքերը PKK-ի հետ հակամարտության հանգուցալուծման գործում։ Այն լուրջ լծակ է ընձեռում, բայց չգիտենք, արդյոք գոյություն ունի որևէ ճանապարհային քարտեզ թուրք-քրդական հարաբերություններում լարվածությունը թույլատնելու կամ ինչ-որ կերպ նորմալացնելու համար, թե պարզապես փորձնական քայլ է արվում։ Դիտորդները հավելում են, Սիրիայում Թուրքիայի ցանկացած ռազմական գործողություն կարող է բախման վտանգ առաջացնել Ռուսաստանի եւ Իրանի հետ, որոնք երկուսն էլ աջակցում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը։ Ռուսաստանն ու Իրանը ցավոք Թուրքիայի ռազմական գործողությունները որակում են որպես օկուպացիա, սա եւս մեկ խնդիր է, որին Թուրքիան բախվում է Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերություններում, սակայն Ռուսաստանը զբաղված է իր սեփական մարտահրավերներով, հատկապես ուկրաինական ճգնաժամով։ Ինչևէ, կարծես շատերն են համաձայն, որ Սիրիայում լայնածավալ ռազմական գործողություն իրականացնելու սպառնալիքը Էրդողանին լծակ է տալիս YPG-ի եւ Վաշինգտոնի հետ բանակցություններում եւ նման կերպ Անկարայում թերևս նպատակ ունեն զիջումներ կորզել։ Թբիլիսիում գիշերը մեղմ ասած անհանգիստ էր, Վրաստանի քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել, մինչև 28 թվականի ավարտը ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները սառեցնելու մասին կառավարության որոշման դեմ։ Եվրախորհրդարանը Վրաստանի մասին բանաձև է ընդունել, որում կոչ է անում միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները եւ անցկացնել նոր ընտրություններ։ Ակցիան ավարտվել է բախումներով ու ձերբակալություններով։ Որոշել ենք մինչև 2028-ի վերջը ԵՄ անդամակցության հարցով բանակցությունների մեկնարկի հարցը չընդգրկել մեր օրակարգում։ Մինչև այդ մենք հրաժարվում ենք նաև ԵՄ-ի կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից, քանզի տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրվող դրամաշնորհները եւ վարկերն օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով։ Ոչնչացնում Եվրոպայի հետ մերձեցման երկարամյա ջանքերը։ Իրավիճակը թեժացավ, երբ ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցներ կիրառել ցուցարարներին ցրելու համար։ Ջրցան մեքենայից մինչև արցունքաբեր գազ եւ բռնի ուժի ուղիղ գործադրում։ Արյունոտ կադրերը ողողել են համացանցը։ Թեժ ու լարված իրավիճակը շարունակվել է ամբողջ գիշեր, լուսաբացին արդեն ոստիկանների կողմից հալածված ցուցարարների վերջին խմբերը կրկին ծեծուջարդով եւ բերման ենթարկվելով հեռացվեցին փողոցներից։ Ըստ երկրի ներքին գործերի նախարարության նոյեմբերի 28-ին եւ 29-ին բերման է ենթարկվել ընդհանուր 43 մարդ։ Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է նաեւ 13 վիրավոր ոստիկանի մասին։
Իսկ տուժած ցուցարարների թիվն ավելի մեծ է։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բազմաթիվ քաղաքացիներ են տեղափոխվել հիվանդանոցներ։ Նրանց մի մասն էլ դեռ ոստիկանական մեկուսարաններում է։ Երեկ սկսված բողոքի ցույցերն այսպես ճնշվեցին իշխանության կողմից, սակայն բողոքի ալիքը չի մարում։ Ընդդիմությունն իր հերթին պետական գերատեսչությունների բազմաթիվ աշխատակիցներ էլ իրենց պնդում են, որ իշխանության որոշումը հակասում է Վրաստանի սահմանադրության 78-րդ հոդվածի պահանջներին, որոնցում ամրագրված է երկրի Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսը։ Դիվանագետները զգուշացնում են, որ նման հնարավորությունից երկրի հրաժարումը կհանգեցնի բացասական ռազմավարական հետևանքների։ Բացի այդ, անդամակցության բանակցային գործընթացի հետաձգումը կհանգեցնի երկրի մեկուսացմանը։ Առանց արևմտյան գործընկերների աջակցության Վրաստանը մենակ է մնում սպառնալիքների դեմ։ Մինչև երկրի քաղաքացիները փորձում են կանգնեցնել իշխանության Եվրոպայից դեպի Ռուսաստան մեկնարկած երթը, Պուտինը գոհունակություն է հայտնում վրացական երազանքի վարած քաղաքականության կապակցությամբ։ Ինձ զարմացնում է այն համարձակությունը, որով Վրաստանի կառավարությունը պաշտպանում է իր դիրքորոշումը, ասել է Պուտինը եւ կրկնել ավելի վաղ արված հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը ի տարբերություն Արևմուտքի չի միջամտում Վրաստանի ներքաղաքական գործընթացներին։ Փոխարենն Արևմուտքը հստակ ու վերջնական հայտարարում է, չեն ընդունում Վրաստանի ընտրությունների արդյունքները, բանաձևն արդեն ընդունել են։ Եվրախորհրդից էլ հայտարարեցին, որ Վրաստանի ինտեգրացիոն գործընթացը փաստացի դադարեցվել է իշխող վրացական երազանքի գործողությունների պատճառով։ Բրյուսելը եւ եվրոպական այլ մայրաքաղաքներ շեշտել էին, որ չեն կարող աջակցել Վրաստանի Եվրամիության անդամակցության վերաբերյալ բանակցություններին, եթե երկիրը չեղյալ չհայտարարի եվրոպական արժեքներին եւ սկզբունքներին հակասող օրենքները, այդ թվում օտարերկրագործակալների մասին օրենքը։ Ռուսաստան-Արևմուտք ընտրության առաջ կանգնած Վրաստանը սկսում է կորցնել իր անկախությունը, նշում են քաղաքագետները։ Անկանխատեսելի զարգացումները կարող են աղետալի լինել այս երկրի համար։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Ինչու են Ռուսաստանը եւ Ուկրաինան սաստկացնում պատերազմը, սոցհարցումների համաձայն ռուսների եւ ուկրաինացիների մեծ մասը կողմ է պատերազմի շուտապույտ ավարտին։ Ուստի Մոսկվան եւ Կիևը ըստ ամենայնի պատրաստվելով բանակցություններին ձգտում են ուժեղացնել իրենց բանակցային դիրքերը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս արված հայտարարությունը, թե Մոսկվան միջուկային մարտագլխիկ կրելու ունակ գերձայնային հրթիռով հարվածել է Ուկրաինային, հարցեր առաջացրեց, թե որ ուղղությամբ է ընթանում ուկրաինական պատերազմը Վաշինգտոնում իշխանության փոխանցումից շաբաթներ առաջ։ Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար գեներալ Սերգեյ Կարակաևը ներկայացրել է արձակված եւ Կրեմլի պնդմամբ նոր հրթիռի հնարավորությունները։ Եթե հաշվի առնենք հնարավոր առաջադրանքները եւ այս զենքի հեռահարությունը, կարող ենք ասել, որ այն կարող է հասնել իր թիրախներին ողջ Եվրոպայում։ Պուտինի խոսքով ռուսական նման հրթիռի արձակումը պատասխանն էր Բայդենի վարչակազմի թույլտվությանը, ըստ որի Ուկրաինան իրավունք ստացավ ԱՄՆ մատակարարած հրթիռներով խոցել Ռուսաստանի խորքերը։ Կրեմլի ղեկավարի ներկայացմամբ ռուսական նոր հրթիռի արձակումը նպատակ ունի ցույց տալ, որ Ռուսաստանը կարող է շատ հեռուն հարվածել ՆԱՏՕ-ի տարածքի խորքին, եթե ցանկանա։ Ըստ դիտորդների հրթիռային արձակումները եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռազմավարության մասն են սպասվող բանակցություններից առաջ ուժ ցույց տալ։ Կրեմլը մեղադրում է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենին, թե ներկայիս Սպիտակ տունը սաբոտաժի է ենթարկում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը արագ վերջ դնել ուկրաինական պատերազմին։ Իհարկե 2016 թվականին Թրամփի առաջին շաբաթները Սպիտակ տանը Ռուսաստանի հետ նորմալ երկխոսության ծրագրերի առումով մեծապես տուժեցին։ Չեմ բացառում, որ իրավիճակը վատթարացնելու ցանկության ականատեսն ենք, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Սակայն Վաշինգտոնում շատերը կարծում են, որ Ռուսաստանը շահագրգռված չէ դադարեցնել պատերազմը եւ կապ չունի Սպիտակ տանը կլինի Դոնալդ Թրամփը, թե այլ մարդ։ Այս պատերազմը արդեն նոր նորմա է դարձել ռուսական վերնախավի համար, որը ցանկանում է, որ այն շարունակվի, քանի որ այն հանգեցնում է տնտեսական աճի։ Իսկ եթե դադարի, ինչ է լինելու, ուր են գնալու այն մարդիկ, որոնք հիմա ղեկավարում են երկիրը։ Մոսկվայում գտնվող Լևադա կենտրոնի վերջերս անցկացված սոցհարցման համաձայն ռուսաստանյան հանրային կարծիքը աստիճանաբար հակվում է ուկրաինական պատերազմին վերջ տվող բանակցությունների օգտին։ Զուգահեռաբար Ուկրաինայում Գելապի վերջին հարցումը ցույց է տվել, որ ուկրաինացիների 52%-ը կողմ է բանակցություններին։ Եթե երկու կողմերում նման պատկերը պահպանվի, ապա կարելի է ասել, որ դաշտը բաց է Թրամփի համար, առաջ մղել իր ծրագիրը եւ դրդել Մոսկվային ու Կիևին հասնել զինադադարի։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։
Միջազգային մյուս լուրերը առաջարկում ենք դիտել տեսաշարով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակին կարգադրել է պատրաստվել ինտենսիվ պատերազմի, եթե Հեզբոլլահը խախտի հրադադարի ռեժիմը։ Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ իսրայելի վարչապետը հայտարարել է, որ համաձայնել է Համասի հետ պատերազմի դադարին։ Ես պատրաստ եմ հրադադարի հարավում, երբ վստահ լինենք, որ կկարողանանք հասնել պատանդների ազատ արձակմանը, ասել է նա։ Չինական եւ ռուսական 11 ռազմական ինքնաթիռներ այսօր 4 ժամ գտնվել են Հարավային Կորեայի հակաօդային պաշտպանության գոտում, որը ստիպել է Հարավային Կորեային կործանիչներ բարձրացնել օդ, վկայակոչելով պաշտոնական Սեուլի հայտարարությունը, գրում է Reuters-ը։ Միացյալ շտաբերի կոմիտեն հաղորդել է, որ ռուսական եւ չինական ինքնաթիռները լքել են տարածքն առանց որևէ միջադեպի ու Հարավային Կորեայի օդային տարածք ներխուժելու։ Իսրայելն ու Հեզբոլլահը հրադադարի ուժի մեջ մտնելուց մեկ օր անց միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմի խախտման համար։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի հարավում Հեզբոլլահի կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար օգտագործվող օբյեկտին։ Ցահալը տեղակայվել է Լիբանանի հարավում գործում եւ կասեցնում է հրադադարի մասին համաձայնագրի ցանկացած խախտում, նշել է իսրայելական կողմը։ Բացի դրանից իսրայելական տանկերը գնդակոծել են Լիբանանի հարավում գտնվող 6 շրջան, 2 մարդ վիրավորվել են։ Իսրայելի իշխանությունների հայտարարության համաձայն հարվածներն ուղղված են եղել ավտոմեքենաներով Լիբանանի հարավային շրջանները ժամանածներին, որոնք խախտել են հրադադարի պայմանները։ Հեզբոլլահի ներկայացուցիչ Հասան Ֆադալանը Իսրայելին է մեղադրել հրադադարը խախտելու համար, հայտարարելով, որ իսրայելական զորքերը հարձակվում են սահմանամերձ գյուղեր վերադարձող մարդկանց վրա։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով ժամանել է Կորեայի ժողովրդադեմոկրատական հանրապետություն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարի ԿԺԴՀ կատարած պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ հանրապետության ռազմական եւ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ, ասված է հաղորդագրության մեջ։ Վերջին շաբաթներին լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Հյուսիսային Կորեան ավելի քան 10,000 զինվոր է ուղարկել Ռուսաստան Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։ Ռոստովի մարզի Կամենսկի շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում ուկրաինական ԱԹՍ հարվածից խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնել է մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը, նշելով, որ ԱԹՍ բեկորներից մարզում նաև առանձնատներ են վնասվել, զոհեր եւ վիրավորներ չկան։ Հրդեհաշիջման աշխատանքներին ավելի քան 100 մարդ եւ 38 միավոր տեխնիկա է մասնակցում։ Ուկրաինսկայա Պրավդան գրում է, որ ուկրաինական ԱԹՍ-ներն այս բազային հարվածել էին նաև Ամրանը։ Կամենսկի մարզը գտնվում է Ռոստովի մարզի հյուսիս-արևելքում Լուգանսկի հետ սահմանին։ Ըստ մարզի նահանգապետի պաշտոնակատարի Ռոստովի մարզում 30 անօդաչու թռչող սարք է խոցվել անցած գիշեր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանում 47 ԱԹՍ են խոցել, 29 Ռոստովի մարզում, 8 Կրասնոդարի երկրամասում, 3-ական Բելգորոդի, Բրյանսկի եւ Վորոնեժի շրջաններում եւ 1-ը Ղրիմում։ Այսօր առավոտյան հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Շարունակում ենք թողարկումը, ՓՄԶ ոլորտը ներկայացնող միությունները դեմ են կառավարության առաջարկած հարկային օրենսդրության մեջ առաջարկվող փոփոխություններին, որի նախագծերի փաթեթը քննարկվել եւ առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նրանց առաջարկով համապատասխան իրավասու պետական պաշտոնյայի հետ քննարկումներ են իրականացվում, հասկանալու խնդիրներն ու դրանց նոր լուծումներ տալը։ Կառավարությունն առաջարկում է որոշ մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ։ Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել եւ առաջին ընթերցմամբ ընդունվել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, պայմանով, որ հետո այն կենթարկվի փոփոխությունների։ Նախագծով ներկայացված ծառայությունների գծով հարկման ընդհանուր համակարգի եւ շրջանառության հարկի համակարգում հարկային բեռի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային բեռը շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսվարող սուբյեկտների մոտ գործունեության գրեթե բոլոր տեսակների մասով էականորեն ցածր է հարկման ընդհանուր համակարգում արկա հարկային բեռից։ Առաջարկվում է հարկման ընդհանուր համակարգ տեղափոխել շենքերի շինարարություն, անշարժ գույքի հետ կապված գործունեություն, իրավաբանական եւ հաշվապահական գործունեություն, գլխամասային գրասենյակների գործունեություն, ճարտարապետական եւ ճարտարագիտական գործունեություն, գովազդային գործունեություն եւ այլ մասնագիտական աշխատանքների ու ծառայությունների հարկումը։ Պիտի մասնագիտական ծառայությունները, որոնք որ թվարկված էին, շրջանառության հարկի դաշտից տեղափոխվեն ավելացված արժեքի հարկի դաշտ։ Բայց մենք թե լսումների արդյունքում, թե մինչ այդ մեր ներքին քննարկումների, թե դրանից հետո տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշել ենք այլ տրամաբանությամբ գնալ առաջ եւ ծառայությունների մեծ մասը, գրեթե ամբողջը բացառությամբ 1-2-ի իրենց համար այդ ավելացված արժեքի հարկ տեղափոխվելու պահանջը կհանվի։ Նպատակը
այն է, որ ավելացված արժեքի հարկի դաշտ տեղափոխվեն հաշվապահական հաշվառման ծառայությունները, իրավաբանական ծառայությունները եւ քննարկումների ժամանակ հնչել է ֆինանսական խորհրդատվություն եզրույթը, բայց ես կարծում եմ, որ սա անորոշություններ է պարունակում, կարծում եմ պետք է լինի կամ խորհրդատվությունը առհասարակ կամ գուցե մեկ այլ տրամաբանությամբ հստակեցվի։ Հարկային օրենսդրության մեջ առաջարկվող այս փոփոխություններին դեմ են ՓՄԾ ոլորտը ներկայացնող միությունները։ Մեր գործընկերները անընդհատ համեմատում են աշխատանքների հետ եւ ասում են աշխատողը, վարձու աշխատողը 20% եւ ավելի հարկ է վճարում, իսկ մասնագիտական ծառայություն մատուցողը 5%։ Եթե մենք ընդունում ենք այդ հանգամանքը, ապա պետք է իրանք էլ ընդունեն այն հանգամանքը, որ այսօր լիքը մասնագիտական ծառայություն մատուցողներ գործում են ստվերում։ Հիմա մենք ինչ ենք ասում։ Ասում ենք եկեք առաջին թիվ 1 խնդիրը դնենք, ստվերից հանենք այս մեր բոլոր գործընկերներին, բոլոր գործիքակազմերով։ Ընդ որում այդ գործիքակազմը չի ենթադրում ուղղակի վարչարության կիրառում, այդ գործիքակազմը ենթադրում է այնպիսի միջավայրի, այնպիսի իրավակարգավորումների ստեղծում, որտեղ մասնագիտական ծառայություններ մատուցողները չկարողանան իրականացնել ստվերային գործունեություն։ Նախագիծն առնչվում է ավելի քան 13000 հարկ վճարողի, փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հուլիսի 1-ից։ Տարվա կեսից հարկման ռեժիմ փոխելը, նորից եմ ասում, կարող է շատ մասնագիտական ծառայություններ չպատկերացնել, բայց հաշվապահները լավ պատկերացնում են, որ երբ որ հաշվապահներին հարցնում եք, ասում են դուք պատկերացնում եք 10000 հարկ վճարող միանգամից սկսում է դրամարկղային գիրք վարելը տարվա կեսից։ Այսինքն սրանք բոլորը կամ ասենք եկամուտների ծախսերի համադրման ժամանակ ծախսերի բաշխում է պետք իրականացնել, տարվա կեսից չեն անում նման բան։ Պայմանագրեր են կնքվում տարեկան կտրվածքով, այսինքն ինչ անեն իրանց գնորդներին, ասենք կես տարին ուրիշ գնով ենք աշխատելու, կես տարին ուրիշ գնով, որովհետև հուլիսի 1-ից մեր սակագները թանկանալու են, քանի որ մենք արդեն ունենալու ենք ավելացված արժեքի հարկի բեռ։ ՓՄԾ ոլորտը ներկայացնող միություններն առաջարկում են փաստարկված կառուցողական քննարկումներ անցկացնել համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ եւ գալ ընդհանուր հայտարարի, նոր ընդունել օրենքի փոփոխությունների փաթեթը։ Պետական մարմինները, պետությունը հարկային բնագավառում ունի ինստիտուտներ, որոնցով կարող է ազդել։ Եթե խնդիրը հարկային օրենսդրության պարզեցումն է, իհարկե պետք է արվի, որը պետք է 3 հիմնարար հարց լուծեր, որը այս հիմնավորումներում ես չեմ տեսել։ Առաջին հայեցողությունների կրճատում, երկրորդ վարչարարության լավացում, երրորդ վերահսկողության, արդյունավետ վերահսկողության լավացում։ Այդուհանդերձ ՓՄԾ ոլորտային շահերը ներկայացնող միությունների, ասոցիացիաների եւ միավորումների ներկայացուցիչները շարունակում են օրենսդրական այս փաթեթի վերաբերյալ քննարկումները պետական պաշտոնյաների հետ, թե ինչ ընդհանուր հայտարարի կգան եւ ինչ փոփոխություններ կլինեն դեռ վաղ է ասել։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ 2024 թվականին շրջակա միջավայրի պահպանության ոլորտում կարևորագույն քայլերից մեկը եղել է էկոպարեկային ծառայության գործարկումը։ Ծառայության հիմնման նպատակը 24 ժամյա հսկողությունն է անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում, ինչի արդյունքում ըստ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կկրճատվեն ապօրինությունները։ 2024 թվականին շրջակա միջավայրի ոլորտում ամենամեծ ձեռքբերումը էկոպարեկային ծառայության հիմնադրումն է։ Պետության եւ բնապահպանության ոլորտի դինամիկ զարգացման համար ուղղակի անհրաժեշտություն էր մասնագիտացված կառույց ստեղծելը, որն արդյունավետ կերպով կիրականացնի բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կենսաբազմազանության եւ էկոհամակարգերի պաշտպանությունը։ Էկոպարեկային ծառայության մասին օրենքը ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ ամբողջ տարվա ընթացքում եղել են բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, ներառյալ հարակից ոլորտների օրենքներում։ Բավականին փոփոխություններ օրենքից բխող ենթաօրենսդրական շուրջ 23 կառավարության որոշում են ընդունել։ Աշխատանքներից հետո ուրախությամբ կարող եմ ասել, որ եկել ենք արդեն ծառայության եւ ծառայողների համալրման փուլին։ Ինչ վերաբերում է ծառայության իրականացման ընթացքում առաջացած բարդություններին, նախարարը վստահեցրել է, որ ոչինչ չի կարող խոչընդոտել բարեփոխումների իրականացմանը, բոլոր դժվարությունները կլուծվեն եւ ծրագիրն անխափան կընթանա։ Դժվարություններ վստահ եմ կլինեն որոշակի կադրային դաշտում կունենանք դժվարություններ կունենանք ֆինանսական որոշակի հարցերում, բայց մենք
երկրորդի դեպքում, ֆինանսականի դեպքում մեր միջազգային գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք ու որոշակի արդեն ծրագրեր ունենք, որոնց շրջանակում կկարողանանք միջոցներ հատկացնել։ Հակոբ Սիմիդյանն ընդգծել է, որ էկոպարեկային ծառայությունն էական փոփոխություններ կբերի անտառների, կենդանական եւ բուսական աշխարհի պահպանության ոլորտում, նպաստելով բնապահպանական խնդիրների համապարփակ լուծմանը։ Իսկ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը նշել է, որ չնայած ծրագիրը նոր է սկսվել, սակայն արդեն նկատելի հաջողություններ են գրանցվել, որոնք փաստում են, որ ծառայությունն արդյունավետ է գործում։ 24 թվականին նախորդ տարվա 23 թվականի համեմատությամբ մենք ունենք եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում եւ հայանտար պոակի տարածքում բավականին նվազում ապօրինի դեպքերը, շուրջ 37%-ով։ Դա խոսում է նրա մասին, որ մեր որդեգրած քաղաքականության արդյունքում այս պայն էլ դեռ համալրումները տեղի չեն ունեցել եւ մենք իրականացնում ենք պատշաճ սակավ հագեցվածության շրջանակներում պատշաճ հսկողություն։ Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Տավուշում աննախադեպ թվով ծառահատումներ են տեղի ունեցել, Կիրակոսյանը վստահեցրել է, որ բոլոր ապօրինի ծառահատումները գրանցվում են եւ վերահսկվում են ամենօրյա աշխատանքների միջոցով։ Հատված ծառերի մի հատվածը նաեւ այնտեղ կան օրինական հատատեղի շահագործում, կուզենամ, որ դա չձևակերպվի, որ ապօրինությունը տեղի ունեցել, որովհետեւ մեր քաղաքացին հատված օրինական հատված ծառը եւ ապօրինի հատված ծառը ամենևին չի կարող տարբերակել։ Էկոպարեկային ծառայության գործողության մեկնարկը տրված է, ներկայում ընթանում են Սյունիքի մարզային վարչության համալրման աշխատանքները եւ եթե խոչընդոտներ չառաջանան, ապա ծրագիրը հանրապետության բոլոր մարզերում ամբողջությամբ կգործի սկսած 2026 թվականի երկրորդ եռամսյակից։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսքան այս ժամի համար վերջում կարող եք ծանոթանալ նաև եղանակի տեսությանը։ Ցտեսություն։